քննարկել, բայց վստահ եք, որ հաղթանակը ձերն է լինելու եւ եթե չհաղթեք, նորից հարցնեմ, ընդդիմադիր տեխնատուին պատասխան եք արժանապատիվ կերպով շնորհավորել։ Ես եկեք պատասխանեմ այն հարցերին առանց եթեների։ Կոնկրետ հարց լինի, կոնկրետ պատասխանեմ։ Մենք այս ամբողջ ընթացքում իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ բացարձակ վստահությունը վաղարշապատցու։ Եվ այդ մտքով եկել ենք եւ այդ մտքով ես այսօր այստեղ եմ քվեարկելու համար։ Եթե չի բացառվում, մենք հաստատ առիթներ կունենանք դա քննարկելու իրար հետ։ Չենք քննարկել, ոչ։ Չենք քննարկել, որովհետեւ եթե եթերներով ենք նայում, մենք չգիտենք եթերներով քանի ուժ կանցնի, որ ուժերը կանցնեն։ Հետեւաբար այս պահին իմաստ չկա քննարկել մի բան, եթե այսպես ասեմ, եթե այս պահին չգիտենք հստակ ովքեր են անցնելու, իմ կարծիքով չարժի քննարկել մի բան, որը որ պետք է ենթադրյալ ինչ-որ բաներ լինի։ Տեխնացուն Հարություն Մկրտչյանը ասում է, որ ԿՊ-ն իր ձայները իրեն կմիանա, այսինքն առանց ձեր հետ պայմանավորվելու այդպիսի պատասխանատու։ Դա իր կարծիքն է, որը իր անձնական կարծիքն է։ Դուք չեք միանալու։ Մենք չունենք այդպիսի ոչ պաշտոնական, ոչ անձնական դիրքորոշում։ Իսկ ձեզանից ավելի բարձր ռեյտինգ ունի։ Փարաքարում ինչպես նաև Գյումրիում էր, որ բացարձակ հաղթանակ եք տանելու, բայց ես հիշեցնեմ, որ Փարաքարում բացարձակ պարտություն է կրել քաղաքացիական պայմանագիրը եւ իսկ Գյումրիում էլ ընդդիմադիր ուժերը կոալիցիա են կազմել եւ քաղաքային իշխանություն։ Շնորհակալ եմ ձեր դարակազմիկ հարցի համար, սա վաղարշապատն է։ Եվ սա տարբեր համայնք է։ Դե դու ասում եք հիշեցնեմ, պետք չի հիշեցնել, որովհետև ես Փարաքարում եղել եմ եւ քարոզարշավի ընթացքում եւ ամբողջ ընթացքում այնտեղ եղել եմ։ Եվ հասկացանք, եւ մենք շնորհավորել ենք հաղթող տեխնացուին։ Շատ լավ, ասում եմ մենք մեր ամբողջ քարոզարշավը կառուցել ենք վաղարշապատցու, այնտեղ էլ ենք այդպես կառուցել, հիմա էլ ենք այդպես կառուցում եւ մենք կարծում ենք, որ մենք այս ընթացքում ես Խոյ համայնքում իմ կառավարման տարիներին եւ վաղարշապատում իմ պաշտոնավարման ժամանակավոր պաշտոնավարման ժամանակահատվածում կարծում եմ, որ մեր բնակիչների հետ եւ հանդիպումների ժամանակ եւ մեր կատարած աշխատանքով ավելի վստահ ենք, իսկ նախորդ երկու դեպքերում կարող ենք ասել, որ այդքան էլ այդպես չի եղել։ Հիմա այս ուժերի աշխատանքն եք թերագնահատում, մարդիկ գրանցված են, որտեղ ահազանգեր կան, որ այսպես բնակիչների լցոնում են։ Ես առաջարկում եմ, ովքեր որ խնդիր ունեն, ահազանգեր ունեն, թող մոտենան ոստիկանություն, որովհետև դրա պատասխանատուն ոստիկանությունն է։ Եթե վերաբերում էր հարցերը կոնկրետ մեր հասցեի վրա, իմ ընտանիքի, բացառապես իմ ընտանիքի անդամներն են։ Հիմա նույն Հարություն Մկրտչյանը, որ ասում է ԿՊ-ն ինձ միանալ, հիմա ինքը ձեզանից ավելի բարձր ռեյտինգ ունի ստացվում է։ Ինչ վստահություն ունեք, որ դուք եք հաղթելու, այլ ոչ ինքը։ Դե հիմա այդ ռեյտինգը ով է չափում։ Դե իրեն հարցեք, վախի է տենց անպագորգոր հայտարարություն։ Դե դուք հարցրեք, դուք էլ թող ձեր հարցի պատասխանը տա։ Մեխակյան չեք հետևել ձեր մրցակիցների քարոզարշավին, օրինակ ում շանսերն եք ռեալ գնահատում, ում ծրագրային մոտեցումներն են ձեզ ավելի մոտ, որ միգուցե հետագայում ի վերջո անգամ հաղթելու պարագայում պետք է, չէ՞, այնքանով, ինչքանով որ հետևել եմ, ծրագրային ամբողջ ծրագրերն էլ հրապարակված են, դուք ինքներդ կարող եք հրապարակում անել եւ տեսնել ծրագրային առումով, որ քաղաքական ուժերն են ավելի ընդգրկուն եւ ավելի վաղարշապատցու խնդիրներին վերաբերող ծրագրեր ներկայացրել։